Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղի եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Այսօր ավագ երկուշաբթին է, իսկ Կիրակի մարտի 29-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Ծաղկազարդը։ Ծաղկազարդի նախօրեին շաբաթ կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո բաց վարագույրով մատուցվում է Սուրբ Պատարագ։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուրենու ոստերը եւ բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդի տոնից հետո այսօրվանից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է ավագ շաբաթ։ Կիրակի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քարոզարշավի փոխարեն այցելել էին եկեղեցի, մասնակցելու պատարագի, որի ժամանակ իդեպ հնչել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի Սուրբ Աննա եկեղեցուց դուրս գալու ժամանակ միջադեպ է եղել, ինչից հետո սկսվել է քաշքշուկ։ Միջադեպից հետո 3 անձի ձերբակալել են, նախաձեռնել են քրեական վարույթ, խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, հայտնում է քննչական կոմիտեն։ Երեկոյան ձերբակալվածներից 2-ին կենտրոնի քննչական բաժնից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Հատվածը չի կարելի նկարահանել։ Հաներին բերման են ենթարկել, այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։ Եղբայրներից մեկն է։ Եղբայր քո հետ ենք։ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ շարունակել է ներկուսակցական քարոզարշավը նաև շաբաթ։ Կրկին Երևանում էին, սակայն դարձյալ օրն առանց միջադեպերի չի ընթացել։ Մոտեցել եք իրեն։ Չէ, ով է թողում որ։ Բայց ինչ եք ուզում ասել։ Դավաճան, կապիտուլյան, Դավաճան։ Ինչի։ Հողերը Արցախի հողերով հանձնեց։ Նիկոլն է հանձնել Արցախի հողերը։ Այդքան երեխունով է զոհել Եռաբլուրը։ Հիմա ուզում եք մոտենալ իրեն, թույլ չեք տալի։ Թույլ չեն տալ, չէ։ Ասեմ, որ ինքը Դավաճանն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հրապարակել է վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքը։ Նիկոլ Փաշինյան 898 ձայն, Արարատ Միրզոյան 12, Սուրեն Պապիկյան 8 ձայն, Դավիթ Խուդատյան 3 ձայն, Գևորգ Պապոյան 2 ձայն, Ռոմանոս Պետրոսյան 2 ձայն, Արաքսիա Վարդանյան 2 ձայն, Ռուբեն Ռուբինյան 1 ձայն, Անահիտ Ավանեսյան 1 ձայն, Վահագն Ալեքսանյան 1 ձայն, Արայք Հարությունյան 1 ձայն, Հայկ Կոնջորյան 1 ձայն, Ալեն Սիմոնյան 1 ձայն, Լիլիթ Մակունց 1 ձայն, Հասմիկ Հակոբյան 1 ձայն, Արմեն Խաչատրյան 1, Սասուն Միքայելյան 1 ձայն,
Նարեկ Գրիգորյան 1 ձայն, Արմեն Փամբուխչյան 1 ձայն, Գարիկ Սարգսյան 1 ձայն եւ Հայկ Խալումյան 1 ձայն։ Դատախազությունը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետի, համայնքապետի խորհրդականի, կրթության բաժնի 3 աշխատակցի նկատմամբ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական եւ ծառայողական լիազորություններն անցնելու համար։ Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաեւ Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների 8 տնօրենների նկատմամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հեռահար ռադիոտեղորոշման եւ կառավարման օդանավը։ ՌԻԱ Նովոստին գրել է, որ I-3 օդանավը եղել է Սաուդյան Արաբիայի Պրինց Սուլթան ավիաբազայում։ Թեհրանում Ալ-Արաբի քաթարական հեռուստաալիքի գրասենյակը վնասվել է Իսրայելի հարվածի պատճառով։ Խմբագրության աշխատանքը կաթվածահար է եղել, իսկ շենքի մոտակայքում վնասված շինությունների փլատակ կույտեր են։ Երկու լիբանանցի լրագրող է զոհվել Լիբանանի տարածքում Իսրայելի հարվածի պատճառով, հաղորդում է Ալ-Մայադինը։ Ալի Շուայիբը Ալ-Մանար հեռուստաընկերության թղթակից էր, իսկ Ֆաթիմա Ֆատունին Ալ-Մայադինի։ Հարվածի պահին նրանք մեքենայով գնում էին նկարահանման։ Ալ-Ջազիրան հաղորդում է երրորդ զոհի մասին, ենթադրաբար վարորդի։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին դատապարտել է լիբանանցի թղթակիցների սպանությունը։ Սա կոպիտ հանցագործություն է, որը խախտում է լրագրողներին պաշտպանող բոլոր նորմերն ու համաձայնագրերը, ասված է հայտարարության մեջ։ Եգիպտոսի իշխանությունը հայտարարել է, որ երկրում խանութներն, առևտրի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները կփակվեն։ Wall Street Journal-ը գրել է, որ պատճառը Մերձավոր Արևելքում պատերազմից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամն է։ Կառավարությունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի նվազեցնել էլեկտրաէներգիայի եւ վառելիքի սպառումը նավթի գնի կտրուկ աճի պայմանում։ Ըստ Եգիպտոսի իշխանության խանութներն ու սննդի օբյեկտներն աշխատանքային օրերին կփակվեն ժամը 21-ին, հանգստյան օրերին 22-ին։ Դուբայի մի քանի հյուրանոցներ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կրճատում են աշխատակիցներին եւ ուղարկում նրանց չվճարվող արձակուրդի։ Հիմա նրանք փորձում են առաջարկել նվազագույն արձակուրդ, կրճատված աշխատանքային ժամեր կամ աշխատավարձի 30-ից 50%-ը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը Միլա Ֆլորենսը առաջին անգամ դիմել են Վենեսուելայի ժողովրդին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Նրանք իրենց ուղերձում կոչ են արել հայրենակիցներին աշխատել երկրում խաղաղության պահպանման համար, ամրապնդել ազգային միասնությունը, ձգտել հաշտության, ներման եւ միավորման։ Նրանք ընդգծել են, որ երկրին անհրաժեշտ է համախմբում եւ կայունություն եղած դժվարությունները հաղթահարելու համար։ Եվրոպայում գողացել են մոտ 12 տոննա կիտկատ շոկոլադե սալիկներ, մոտ 413,800 կիտկատ սալիկ տեղափոխող բեռնատարը գողացել են դրանք Եվրոպայով տեղափոխելիս։ Այն Իտալիայի գործարանից ուղևորվում էր Լեհաստան։ Նեստլեն զգուշացրել է, որ գողությունը կարող է հանգեցնել խանութների դարակներում կիտկատ սալիկների պակասի։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում գիշերը ձյան, ցերեկը թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամ 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։